Ամեն տարի նոյեմբերի 14-ին աշխարհի ավելի քան 160 երկրներում նշվում է դիաբետի միջազգային օրը։ Օրվա նպատակն է հանրության իրազեկումը, քանի որ շաքարային դիաբետը համաշխարհային եւ ազգային հանրային առողջապահության ամենալուրջ մարտահրավերներից մեկն է։ Աշխարհում ավելի քան 540 միլիոն մարդ ապրում է շաքարային դիաբետով։ Հայաստանում ըստ առողջապահական տվյալների յուրաքանչյուր 11-րդ մեծահասակն ունի դիաբետ։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է դիաբետ ունեցող շուրջ 109,980 մարդ։ Իրական թիվն ավելի մեծ է, քանի որ հաշվի են առնված միայն հիվանդության հայտնաբերված եւ գրանցված դեպքերը։ Շաքարային դիաբետը վերահսկելի է եւ հնարավոր է խուսափել բարդություններից, եթե պացիենտը ճանաչում է իր հիվանդությունը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում արդեն գործում է դիաբետի դպրոցը։ Առաջին մասնակիցները հաջողությամբ անցան դասընթացները եւ կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը նրանց հանձնեց հավաստագրեր։ Այս նախաձեռնությունը մեր համար պարզապես նախաձեռնություն չէ, սա մեր առաքելությունն է խթանել, զարգացնել կանխարգելիչ բժշկությունը, ձեզ փոխանցել համտասխան անհրաժեշտ գիտելիքները, որպեսզի կարողանաք ինքներդ կառավարել հիվանդությունը եւ ձեզ անմիջական մասնակից դարձնենք առողջության պահպանման հարցում։ Սա համատեղ ծրագիր է, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հայկական ակնաբուժական նախագիծ բարեգործական հիմնադրամի եւ դիաբետի համաշխարհային հիմնադրամի համագործակցությամբ։ Դպրոցը ստեղծվել է, որպեսզի դիաբետ ունեցող պացիենտները եւ նրանց ընտանիքները սովորեն ճանաչել եւ կառավարել հիվանդությունը, կանխելով բարդությունները եւ բարձրացնելով կյանքի որակը։ Երևանում բացվում է առաջին դիաբետի դպրոցը եւ դա իրականացվում է այստեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում։ Իրապես համոզված եմ, որ այն գիտելիքը, որ դուք այստեղ կստանաք եւ կկարողանաք ձեր հարցերին պատասխան ունենալ եւ կփոխեք ձեր մոտեցումը, դուք հիվանդ չեք, դուք մարդ եք ու ապրում եք դիաբետով։ Այստեղ դիաբետը ոչ թե վախեցնող ախտորոշում է, այլ գիտելիքի, ինքնակառավարման եւ առողջ ապրելակերպի մշակույթ։ Ծրագրի շրջանակում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում արդեն գործարկում է ոտնաթաթի բարդությունների կառավարման կենտրոն, որը առաջիններից է Հայաստանում։ Մեր կենտրոնի համար այս դպրոցը պարզապես նոր նախաձեռնություն չէ, սա մեր առաքելության շարունակությունն է՝ զարգացնել կանխարգելիչ բժշկությունը եւ կրթական մոտեցումները, պացիենտին դարձնելով իր առողջության ամենաակտիվ մասնակիցը։ Դիաբետի դպրոցը գիտելիքների, հույսի եւ վստահության նոր տարածք է մեր պացիենտների համար։